պարոն նախագահ, թեև առիթ ունեցել եք երկար հարցազրույց տալու, խնդրեմ նաև անդրադառնալ Հայաստան պարոն նախագահ, կսպասեք, որ ձեր հարցազրույցը այդքան մեծ ռեզոնանս կառաջացներ եւ մարդիկ օրինակ գիշերները քուն չէին գա եւ առավոտյան ստատուսներով գարձական չէին։ Ես ընդամենը 3-4 առած շատ երկար հարցազրույց եմ տվել։ Հանգիստ առանց զղաղձությունների պատասխանել եմ ինչպես Մարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանը, այնպես էլ մեր հայրենակիցների շատ հարցեր։ Թույլ տվեք, ունեմ 3-4 օրեր ծանոթանամ արձագանքներին, նոր որ բոլոր ձեր հարցերին կպատասխանեն ինչպես միշտ։ Բայց առավոտ Կանուկ Փաշինյանը արդեն արձագանքել էր ձեզ հենց հարցազրույցի հաջորդ օրը։ Բայց ամենամարտու պրոբլեմը չէ ինձ հետ կապը։ Նախագահ, այս վերջին մեղադրանքով, այս մեղադրանքով ուզում ասել ձեր գնահատումը։ Մեկը մեկի հետևից մեղադրանքներ կան։ Հայտնի փաստ է, դա առանձին մեղադրանք է, այսպես նայում, որ այդ գործերը միացնելու են այս գործերից մեկին։ Պարոն նախագահ, 2019 թվականին Փաշինյանը հայտարարում էր, որ որևէ թուղթ չկա սեղանին, հետո հիշեց, որ թղթեր կան, դրանք ցաքուցրիվ են, հիմա էլ ասում է, որ այսպես հետ չնեղվեք, գտնելու եւ սկանե անելու, տարիներ շարունակ սկաներ չկան։ Այդ չի, կարևորը այն է, որ կարողացանք կորզել գոնե խոսքում, բանակցային փաստաթղթերը հրապարակելու։ Տեսնենք։ Շնորհակալ եմ։ Ես մի հարց եմ տամ, իշխանությունը ձեզ մեղադրում է նրա մեջ, որ դուք եւ Ադրբեջանի իշխանությունները միևնույն մեղադրանքներ եք ընդունում իշխանության հարցերին։ Դե չի սեփական անճարակությունը ուրիշներին այսպես վերածել։